Մեի ասեք, որ ես գյուղից եմ, ծիծաղում էին հանդիսատեսից վրաս, ես տեսնում էի կուլիսներից, հետո որ երգում վերջացնում էի, ոտքի կանգնած ծափահարում էին։ Այդ բաները իրականում մինչև հիմա ինձ վրա հետք թողել են իմ հոգում։ Երբեմն մարդիկ չեն նկատում, որ այդ բարդությունները նաև հաջողությունների մասին են, որովհետև յուրաքանչյուր բարդություն հաղթահարելիս դու մի քայլ առաջ ես գնում։ Երբ որ ինձ նեղացրել են, դա ինձ ավելի է ուշ տվել, գիտես, ես չեմ կոտրվել, որովհետև ես ասել եմ, դե կտեսնեք, որ ես կարող եմ։ Վազգենը քեզ բերեց, այ գեղացի, հարց չի անցել, ես քեզ ասեմ, իմ գոլեգաների հետ։ Ես միանգամից չընդունվեցի այնտեղ։ Ոչ ոք պատասխանատու չի կարող կանխորոշել, թե ինքը ուզում է ծնվել Փարիզում, Նյու Յորքում, թե Ավշար գյուղում։ Հիմա ես հպարտ եմ եւ շատ սիրում եմ այդ միջավայրը։ Քո որդին այսօր ծառայում է։ Դու ուղղակի ցույց տվեցիր, որ դու պարզապես չես երգել հայրենիքի մասին, բայց երբ եկավ քո որդու ծառայության ժամանակը, ինքը հայտնվեց Միացյալ Նահանգներում։ Ով ծառայի, եթե ինձ որդին չծառայի մեկինը, մյուսին ով պիտի ծառայի մեր երկրին։ Կարոտ կա եւ որոշակիորեն վախ կա, ինչու ոչ չստեմ։ Քո երգացանկում առանձնահատուկ տեղ ուներ նաև սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված երգը։ Ժամանակին կարծես բոլոր երգիչները ինչ որ կերպ փոխկապակցված լինեն նաև Վազգեն Սարգսյանի հետ։ Ինչպես էին ծնվում սպարապետին նվիրված այդ երգերը, դրանք պատվեր էին լինում։ Մեկ անգամ առիթ եմ ունեցել նրան մի քանի րոպեով զրուցել։ Տպավորություններ, թե դուք սպարապետի հետ շատ մտերիմ եք եղել։ Մարդկանց երևակայությունը ինձ հետաքրքիր է։ Երբեմն կարող էին նաև շատ գրեհիկ արտահայտություններ լինել արտաքինի հետ կապված։ Ցավոք սրտի մինչև հիմա կար ժամանակ, երբ դու ինքդ քո արտաքինը չէիր ընդունում։ Դու սկսում ես համեմատել, ող ինչ սիրուն է, ես էլ կուզեի այսպեսին լինել։ Ինչ վատ բան կա, եթե որոշակի բաներ էլ արտաքինումդ փոխում ես, որ դու քեզ լավ զգաս, չէ՞ որ դրանով դու որևէ մեկին չես վնասում։ Տղամարդը, որը կա քո կյանքում, շատ մեծ ազդեցություն է ունենում կնոջ ինքնագնահատականի ձևավորման վրա։ Ես մինչև հիմա եմ սիրում իմ ամուսնուն շատ։ Իր շնորհիվ է, որ ես այդ ինքնավստահությունը որպես կին ունեմ, ինքը իսկապես իմ կյանքում մեծ փոփոխություն է արել ուղղակի իր ներկայությամբ։ Այդ դժվարությունները, նաև այդ ապրումները բերում էի ընտանիք։ Չէի դիմանում, էմոցիոնալ եմ, չգիտեմ, երեխան մի բան այնպես չարեց, ձայնս բարձրացրել եմ, որ այդ պահին հետո նեղվել եմ, որ ճիշտ չեմ անում։ Երևի ժամանակ է պետք, որ ես այս վիճակից դուրս գամ։ Արթնանում եմ, առաջինը մորս եմ զանգում։ Ամեն բան անում ենք, որ իրենց լավ լինի։ Եվ ուզում ենք, որ իրանք երկար ապրեն։ Լավ նայեք ձեր ծնողներին։